Ալբերտ Տուրը կատարում է բեռների տեղափոխում Մոսկվայից Երևան կարճ ժամանակահատվածում մատչելի գներով։ Հեռախոս 8 915 161 55 55։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Ասում եմ երկու մեշոց ստելես կպացնեն։ Ձեր թազատուն ոնց որ գող ա մտել։ Արա թակել եմ ռեկները սարա։ Չեմ բացելու, թող գատենա իր ապրանքով ա գողանում։ Կշականդ խոտ տվարարա, ինչ գործ ունես տեղերս։ Լավ էլի։ Լավ էլի մի բան էլ ավելի։ Ես քո տեղն ա։ Ո՞վ տեղերն արա։ Պապ։ Բայ քորա։ Այսօր համովն եմ, չէ։ Ավելի ժամանակ չունեմ։ Չէ, դու մենակ ասա համով եմ, թե չէ։ Նա համով ես։ Բան չի չես բաչում։ Լավ է։ Որից մարդ կաստե։ Ինչի ինձ կհիշացնաս քո մարտեղները, կասկածում ես քո վրա արա։ Արի արա, արի կեզ լավ բան պատմամ։ Անջիգյար մարդուս է կավեսի արա։ Ինչի զորիկին աշես տալիս։ Բայց իրա ուտելու վաղթը չի։ Մի հատ հյութ լսու թող խմի շուտ արա։ Վայ լավ էլի վարուժ մի արա։ Ռստեղը սա հասրը։ Ուզում ես գնամ են աշխարհ, հա, հետա ուզածդ։ Չէ։ Դե էլ մի խոսք։ Բայց դու հասկանում ես ինչ ես անում։ Որ իրան այդտեղից մի բան լինի, գիտես քեզ ինչ կանեն։ Գիտես հեշտ կպրծնես։ Կստուգեն կիմանան այդ տեղից ու վերջդ կգա։ Թող գա։ Դե զորիկը չի գալի։ Համբո ինչ ես անում։ Նայում եմ։ Նայելու ժամանակ չի, գնա այցելուների սպասարկի։ Համբո, մի բան ասեմ, ոչ մեկի չասես, լավ։
Դու ինձ սիրում ես։ Դե որ սիրում եմ, այդ արդեն գիտես։ Դե բարի ամուսնանանք, էլ ինչ ես քնցնում որ։ Լավ եմ բո, բան եմ ասում, բայց մարդ չիմանա։ Դե սպան իր ասա, վայ։ Մխոն քո աշխատավարձը բարձրացրել է։ Հա։ Հա։ Շատ է բարձրացրել։ Նորմալ։ Իսկ կարամ այդ կապակցությամբ քեզ մի հատ պաչեմ։ Պաչի։ Ի։ Հա ջան։ Լավ չէ։ Դե Սվեցիկ ջան, հիմա 1000 անգամ թուշդ պաչել եմ, մի անգամ էլ շրթունքներդ պաչեմ էլի։ Դուրս արի։ Արագ։ Ախր հələ մի հատ պատկերացրու, ասենք քո շրթունքները ճաշոտ, յուղը վրից կաթում է։ Պատկերացնում ես ես ինչ զողության է ուզում գնալ։ Է լավ է։ Հմբո, ես ինչ արագություն ես բացել։ Հարա դե բա, մխոն աշխատավարձս բարձրացրել է, չէ։ Հա, ինչքան։ Նորմալ։ Բա մեր ինչ չի բարձրացնում որ։ Քաջիկ այդ տղեն հո ամեն մեկին չի բարձրացնելու աշխատավարձը, բա սաղինս կարա մի անգամից բարձրացնի։ Որ կմնաս նես բաներ կասես։ Անացի ջան, ասում ես բա չես ուզում քո աշխատավարձն է բարձրացնել։ Կուզեմ։ Կուզես։ Ուզի ասիս ջան, ուզի մեկ էլ տեսար հիմա մարդ ես բարձացա։ Ինչի քոնը բարձրացրել են։ Հա, բա ոնց։ Բա լավ էր էլի։ Ինչի մենք վատ ենք աշխատում։ Մագարա։ Ռենջա դրակ։ Յուտ կխմես օրիձա։ Վերար։ Ժանիլ է նրտը դու։ Ժանի չրասար։ Խմի զորիցա, խմի։ Զորիցա։ Ժանի, բարորը թազա հաշ չէ որ տես կնայաս, հլմատ կոֆե դրար։ Դրար, մատ կոֆե դրար։ Ժանի ինձ կասես ինչա կատարվում։ Ոչ մի բան։ Իսկ կարող ես չեմ հասկանում, որ ինչ-որ մի բան նենց չի։ Ինչ եք մտածել Վարուժի հետ։ Լավ էլի Սոֆի, ես գնամ։ Կասես, նոր կգնաս։ Ժան, մեկա ուշ թե շուտ իմանալու եմ։ Սոֆ, լավ էլի։ Ես ինչ ասեմ, Սոֆ ջան։ Այսինքն ինչ-որ մի բան կա։ Չգիտեմ։ Վարոս լիքը գործ կանելու դու խաղում ես։ Քո հետ է։ Ում աշխատավարձը բարձրացնել քոնության աշխատի։ Ինչ ես ասել որ քո աշխատավարձը բարձրացել է։ Ոյ ես դրանց արել, այստեղ են հասցրել։ Հմբո, մենք ոնց պայմանավորվեցինք։
Լավ դու սպասի հեսա տես ես դրանց ինչ եմ անելու, չուզողություն են անում էլի։ Դու իրանց հանգիստ թող ու իմ հարցին պատասխանի։ Այս վեցիկ ջան, բա գլուխ գովալու բան էր, գլուխ չգովայ։ Դու հասկանում ես, որ եթե մխոն իմացավ, քո աշխատավարձը չի բարձրանա։ Արա քաջիկ, Ո դու նախանց չես այդ տղան, չես գնաց այդ Սվեցիկին ասել, որ քո աշխատավարձը բարձրացնի։ Ես Սվեցիկին չեմ ասել, Վարոսին եմ ասել, որ քո աշխատավարձը բարձրացրել են։ Թու արա, բայց էդի բանակում գործ տվող չէր, չէ։ Թե ոնց գործ տվող դարավ ես էլ չհասկացա։ Լավ է սարի աբինյակ, Նիգե ջան մեզ մի հատ կաֆեին սարքի խմենք։ Ինչ կա աղբեր։ Դու ես է։ Ցենտր ընկեր։ Ցենտր ընկեր։ Լավ։ Յաբավեն։ Դու կարդացես տղայնյակ ես, չէ։ Ես լսել եմ, որ դու ինտելեկտով տղայնյակ ես։ Ինչ ա պետք, ասեմ։ Ես մի ուզում եմ համոզվեմ էդի իրականությանը համապատասխանում է, թե չէ։ Դե խոսքի միջև երկրորդ դասարան գերազանցիկ եմ եղել, նրանց հետո էլ տենց արվածային էլի։ Ապենեք սի պրոստը մի հատ հարց կա, չեմ կարում հիշեմ պատասխանը, որ գրեմ։ Ասեմ։ Ինչ է։ Ինչ է։ Ինչ է, ինչ է։ Մազելու տղայա, որ իմանամ պատասխանը կգրեմ էլի։ Ինչ է։ Մաշնեն։ Հա, ինչ այ աղբեր։ Լավ, յաբավեն, լավ։ Դու կարամազով եղբայրներն է կարդացած կլես։ Հա, ոչ չեմ կարդացել։ Ես տենց է գիտեի, ով ա գրե։ Բան ապե, ինչ էր է դրա ունը։ Զ։ Ճիշտ ա, Զ։ Զորո։ Յաբավեն, Լև Տալստոյը ով ա գրե։ Լև Տալստոյը, կայն ես ասեմ։ Չէ, չեմ կայնում, ես նստած կլսեմ։ Լեզվից ծերին այ ապե։ Լեզվից ծերին ա։ Լեզուտ հարիկ ունետ ես ծերին ինչ ա գրած ասա։ Կայն է այ աղբեր։ Լև Տալստոյ, Լև Տալստոյ։ Ացել եք է։ Անցած կլեք, բա ոնց, կարևոր է, որ դու գիտես իրան։ Հա, ոչ չգիտեմ այ աղբեր։ Գոնե կարաս սյուժեն պատմես մոտավոր։ Են տղու աղջկա մասին ա էլի։ Աբրես, են որ բաժանվում են։ Հա։ Են որ հետո էլի միանում են։ Հա։ Հետո էլ որ երեխա են ունենում։ Հա։ Այդ երեխան էլ մեծանում ա էլի։ Աբրես։ Ու հետո էլի տես բաներ ալնում։ Շատ ճիշտ է։ Այ ոնց հայրևում որ կարդացել ես։ Ճիշտ է, հետո էլի տենց բաներ են ալնում։ Հետո իրանք մեծանում են ու մահանում են, ճիշտ է։ Ապա դե ճիշտ ասած տենց վերջը լավ չեմ հիշում էլի։ Յաբավեն։ Ամենասիրածդ գիրքը որն է, որ կարդացել ես քո այս իմաստալից կյանքում։ Ախպեր դե խոսքի ոնց կարամ տենց ասեմ։ Խոսքի ոնց կարամ դնեմ ու առանձնացնեմ։ Հա, ճիշտ է։ Դու ոնց կարաս քեզ թույլ տաս ինչ-որ մեկը առանձնացնես, չէ։ Հա խոսքի էլի բան ա, բայց թե ոբշեմ շատ են էլի։ Ասենք իսկ քանի հատ օվկիանոս կա։ Օբշի։ Հա, օբշի։ Շատ են այ ախպեր։ Հա, գիտեմ շատ են, դե մի 20 հատ ասա, հա։ Դե խոսքի օվկիանոսներից սևն ա, տենց այնտեղ տեղեքով շուշուտ ենք էլի լինում։ Հա Անտալիայի մոտինն ա։ Սոչի դեմինն ա։ Սոչի դեմինը չէ, Սոչի դեմի մայթը։ Չէ, այ ախպեր։ Բա։ Այդ հյուրանոցը որտեղ մնում էինք, հենց դրա դեմներ են գնում։ Հա, դե ես պերոստանը չեմ եղել, դրա համար չգիտեմ, ներող կլես։ Այնտեղ դե Դուբայի օվկիանոսն ա, այնտեղ որ բան են արել էլի, պալմա են սարքել։ Թույն տեղ ապե։ Հա։ Հա։
Էդի քեզ քանա դե լավ։ Նորմալ է, վերջ։ Վերջապենյակ, ես քեզ ուղարկում եմ ինտելեկտուալ խաղի։ Ուղարկում եմ մասնակցես այդ խաղին ես քո մասին շատ սխալ կարծիք ունեի, ներող կլես։ Այ հիմի կարծիքս փոխեցի։ Զորիկ։ Դերուշ։ Արա մի չես տաղավարի պա, էլի արա։ Որ դու քեզ տղավարի ես բողում մեջն ինչ կա։ Զորիկը վատա։ Ինա նոր եկավ, ահավոր վատա։ Հաստատ։ Հա, բեր, ուզում ես գնա տես։ Բես ինչ արիր վարուշ։ Արա կամաց, արա կարող է էլես պատը գորաս։ Բա որ մեռնի։ Արա ձենը չլսեմ։ Այ ես էլ չեմ դիմանում։ Ես կյանքում չէի պատկերացնի, որ դու նման քայլի կդիմեիր։ Ահա դու միշտ սովոր ես, չէ՞ ես տարրողներին պաշտպանես։ Վախն արե, ոչինչ բան չմնաց։ Հիմա ինչ որ մի բան որ եղավ, ասելու ես, չէ՞ որ այդ հյութը ես եմ տվել Զորիկին։ Ահա իրար հետ նստելու ենք։ Ոայ համար։ Ես չեմ ուզում նստել։ Շտապօգնություն կանչեմ կյանքս։ Մարդու մեռնելը որ եկավ, ոչ շտապօգնությունը կօգնա, ոչ էլ Գերմանիան։ Լավ էլի Զորիկ ջան, այտենց բաներ մի ասա։ Ես ինձ մեռած չեմ պատկերացնում, գիտես։ Հա բայց ով է պատկերացնում, որ դու պատկերացնես։ Այսինքն ես պետք է չլնամ։ Բա ինչ պետք է անեմ, որ չլնամ։ Վարուժ մի հատ շտապօգնություն կանչի։ Ինչ է եղել որ։ Լավ չի։ Են մարդիկ սոված մնացին։ Ես իմ քրտինքով էսա ունեցվածքը ստեղծա, հիմա պետք է թողամ եթամ։ Արա ես կյանք ինչ կյանքը, պետք է թողամ։ Բայց ում պետք է թողամ, մոժոժին, քյասիտ մոժոժին, ծակ թումբան մոժոժին։ Արդեն զառանցում է։ Չէի ասի։ Վարուժ ասացի շտապօգնություն կանչի։ Որ իմանայի մեռնելու էի, այդքան չէի ջղայնանա։ Ամբախ զամբախ բաների վրա այդքան չէի ներվայնանա։ Այն չի սեր պետք։ Ես ինչ եք անում Զորիկ ձի։ Կանչել եք պարոն Արուշացյան։ Նստի բան եմ ասում։ Լավ ես Հապերջան։ Լավ, պարոն Արուշացյան։ Վրեժ ջան, ուզում եմ հարսանիքը մի փոքր մոտաձգեմ։ Լավ էլի պարոն Արուշացյան։ Նստի։ Մենակ չասեք որ էլի կռվել եք։ Հա, պարոն Արուշացյան, մենք իրար յոլա չենք կարող գնանք։ Այդ տղա, ես մի շաբաթից մի թազա կոստս հագնեմ։ Ոնց ուզում ես արա։ Պարոն Արուշացյան, ես չեմ կարող ամուսնանամ ու վերջ։ Դե որ տենցա մորացի որ ես քո կավորը կլեմ։ Լավ էլի պարոն Արուշացյան, ես մի հատ հիմա լավ աղջիկ գտնեմ, կամուսնանամ շուտ։ Համել պարոն Արուշացյան, լսել եմ որ վախտին այդքան էլ լավ բաներ չի արել այդ աղջիկը, էլի։ Այդ տղա, այսքան ժամանակ հետը ընկերություն է իրանում։ Նոր ես իմանում։ Հա դե նոր եմ իմանում, ինչ անեմ։ Դե լավ, ոչինչ, մի մտածի։ Ես հսա տղեկին կասեմ կուրսվեն։ Բայց всё-таки դու մի հատ զանգի այդ աղջկան ասա թողա, ես հետը բանն եմ խոսալու։ Ոտերը տնկեց։ Տեղ եմ տանում լավ չի։ Հետա։ Բայց դու ինչ ես դարել Վարուժ։ Դու արայի պնդուկ թուլցի, ես է տեղից չեմ լցրել մեջը։ Ոնց չէի լցրել։ Իմ աչքի դեմը լցրեցիր։ Կստուգենք իմանան այդ տեղից ու վերջդ կգա։ Թող գա։
Դե Զորիկը չի գալի։ Ես այդ յուտը թափել եմ, իրան ուրիշ յուտ եմ լցրել տվել, հասկացար, այդքան ժամանակ ներվերդ եմ կերել։ Բա ինչի ցավատած է Զորիկ ջան։ Շատ իմանամ ինչի ցավատած է։ Ապա չէիր կարող մի քիչ շուտ ասեի։ Ինչի։ Չես բանից։ Խոս չեմ տալի։ Ապա ես Զորիկ ձայն ասել է, որ մենք ենք իրան թույնել։ Չա խոսում անա։ Այդ բանը ինձ մեղքի զգացում ունի, ասեցի միջև մեռնելը ասե։ Արա դու, արա գիշ ես դու ջոգում ես ի չես արել։ Վարուշ, ես ինչ եմ լսում։ Շանա, ես ուղղակի սրա հետ կատակի մարեցի գնացի, ես ինչ չա խոսացի, ես ոնց կարա տես բանել էի։ Բարձրացի մոտը։ Խարա։ Արա դու լրիվ էշ ես, էշ։ Էշ։ Սարը քրտինք եկավ որես, Վարուշ, այդ Ժանին ինչ ասավ։ Զորիկ ձա, ես կատակ եմ արել աննորմալ ժանել, լուր ժան թունել։ Ես տե կմեռնամ դու տե բերանատ կբացաս, հա։ Լսի Վարուշ, դու սաղ կյանք ինձնից ապիշնիկ ես։ Դու քեզ ինչ վատություն արամ, բացի թազա մայկա տրուսիկ հագցնելուց, կերցնելուց։ Կուրսվեցիք։ Լավ աղջիկ չի, հա։ Հա դե երևում էր, որ մի թավուր է։ Ոչինչ, վրեժին հասնում է։ Լավ ապեր, դավայ։ Ահա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, համեցեք նստեք։ Նոնա ջան, ես լսել եմ էլի իրար հետ լավ չեք, հա Ազիզ ջան։ Դե հա, էլի կռվել ենք, այսինքն այդ ամեն ինչ իրանից է գալիս։ Հա։ Նոնա ջան, այդ վրեժը ինչքան է տվել որ տենց հաղեր հաղաքը։ Լավ, ուզում ես մի ասա։ Բայց ես քեզ ավելի շատ կտամ, եթե իրա ներվեր ուտես։ Էդ ոնց։ Էդ ոնց։ Իմ ասեմ։ Ուրեմն ձևեր ես թափում, յանի դու սիրահարվել ես վրեժին, էլի։ Գնում ես իրա մոտ, ասում ես. վրեժ ջան, ես վերջապես հասկացա, որ դու ես իմ կյանքի կեսը։ Արի իրար հետ ամուսնանանք։ Ես քեզ շատ եմ սիրում, առանց քեզ չեմ գա, մի խոսքով ես բարեր էլի։ Եղավ։ Եղավ։ Բայց նայի, հա, նոնա ջան, երկակի խաղեր չտաս, ես տենց բաներ չեմ սիրում։ Okay։ Դե անցի գործի։ Դե ասում էր իրար հետ մի կռվեք, էլի։ Ինձ կճանապարհես։ Լավ էլի Սյուզի ամեն անգամ փող ես ուզում, կարելի է, բա Այս անգամ փող չեմ ուզում։ Ինպես թունավորված չեղնեին, Վարուշ, գիտած չէ քեզ ինչ կանայի։ Ես ո գիտեմ, որ դու ուզում ես ինձ են աշխարհ ուղարկես, բայց ես կյանքում այդքան ռիսկ չունես, սաղ կյանքում ապե, աղջկաս Ղուրբան եղի, ցավոտ տան։
Ուր բանը դնեմ։ Անուշի։ Աջան։ Բա ուր է։ Ինչը։ Արավոտից էլ դիմա հարդար եկավ մոտը հետ էլ մատնա հարդար էլ ով ասես չեկավ, բա ուր է։ Արի ցույց տամ։ Արի։ Դες ինչքան լայքեր եմ հավաքել։ Անուշիկ մի ցելի օր զուգվել զարդարվելու վրա կորցրիր, որ ինչա լայքեր հավաքես։ Խլով էլի է։ Փուֆ Անուշիկ, փուֆ։ Մխոջան, քաջիկն է եկել քո մոտ։ Իմ մոտ ինչ է եկել։ Բա հո Անուշիկի մոտ չէր գալու։ Ուրեմն քեզ հիշեցնում եմ ձեր տան հասցեն։ Թաղամաս, ծայրամաս, 18 շենք։ Ապեր, ուղղակի ասի մի հատ գամ քեզ տենամ գնամ էլի։ Ինչի արա։ Ինչի տենաս ինձ կարաս ասես։ Ոչ ինձ սիրում ես։ Ոչ ասենք քո վեժնա մխոն լավ կլի, վատ կլի։ Ոչ ընկերնյակս ես։ Իմաստը որն է տենալուտ։ Ապեր, Պրոստը մի հատ ադիկալոն էի արել, այտենց, հոտը ոնց որ քո սիրած ադիկալոնի հոտին շատ նման էր, ասի նվիրեմ քեզ, էսա։ Հա, ապրես, դիգենա։ Հա, բայց մի հատ հոտը քաշի տես դուրդ գալիս, հա։ Շատ լավն է։ Արտակարգ, դիգենա։ Հա, բարի գիշեր, ապեր։ Լույս բարի։ Բարև Մխոջան։ Բարև։ Կներես էլի, որ սենց ուշ ժամի եմ եկել, դե գիտես գործը ուշ է վերջանում։ Ուղղակի քո համար նվեր էի պատրաստել։ Ես արդեն գիտեմ մեր ախուսերը։ Նենց ես նայում վրես, ես արդեն ջոգում եմ ինչ պետք է ասես։ Բա էլ ինչ կա։ Լուրջ ես ասում։ Աղբերներից ամենալավը, որ խնդրեմ ինձ պարտքով $200 կտած ցավատան։ Վարուշ, կարող է պորտմանչիկս տեսած լինես։ Կամ էդի շփոթվելը Ժաննայի դրամապանակն է վերցրել, կամ էլ լավ է իմանալով վերցրել է։ Վարուշ ջան, այ քեզի բան էդի չարծ ես տալի ապեր։ Ոնց որ ասենք ես գամ քեզ հարցնեմ, ուր է մեր հարևան Օվոյի լիֆը, կիմանաս։